Մամ, հեռախոս կտաս, թեյ, բացիկ։ Ու այսպես 24 տարի Անուշն ու մայրը, տիկին Մարիամն ապրում են Անուշի հազվագյուտ հանդիպող հիվանդության՝ սպինալ մկանային ատրոֆիա ախտորոշման հետ։ Եթե մինչև 2020 թվականը ասում են, որ մարդիկ տարապում են սպինալ մկանային ատրոֆիայով, հիմա արդեն կարող ենք հանգիստ ասել, որ ապրում են, քանի որ արդեն կա բուժում այս հազվադեպ հանդիպող հիվանդության համար եւ բուժումը ժամանակին սկսելու դեպքում հնարավոր է պահպանել բուժարարի ինքնազգացողությունն ու ապահովել կյանքի որակը։ Անուշն արդեն 20 տարեկան էր, երբ դեղամիջոցը հայտնաբերվեց։ Ուշ էր մի շարք օրգանների ֆունկցիաները վերականգնելու համար եւ ճիշտ ժամանակը դեռ չվնասված հատվածներում ախտահարումը չշարունակելու համար։ Դեղի մասին ես իմացա 24 թվականին, սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ եւ ինչպես այն կարող է ինձ հասանելի դառնալ, բայց այդ ընթացքում այնքան ժամանակ եւ էներգիա ներդրեցի այդ ամենի մեջ, որ շատ ավելի արագ ու կտրուկ սկսեցի թուլանալ։ Անուշը վրձնով նկարում էր, առանց որևէ մեկի, անգամ մայրիկի օգնությամբ։ Հիմա էլ չի կարողանում։ Վերջին նկարն է։ Չէր ստացվում վրձին բռնելն ու նախընտրած գույնով առանց եզրագծերից դուրս գալու ներկելը։ Ես արդեն չէի կարողանում ինքնուրույն օգտվել գդալից, պատերակալից ու սնվել ինքնուրույն, ստիպված էի լինում մայրիկի օգնությանը դիմել, ինչը ընդհանրապես ինձ դուր չէր գալիս։ Լավագույն դեպքում այսպես է խմում, բայց ախր սա էլ անհարմար է, թեյը համն ու հոտը կորցրած։ Փոխարենն Անուշը համատեղում է երկու աշխատանք, համակարգում է Արթուկ սոցիալական ձեռնարկության մարքեթինգային հարցերն ու կազմակերպչական գործերանում։ Արթուկի նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին աշխատանքով ապահովելն է։ Ինչպես նաև զբաղվում եմ թարգմանություններով, խոսում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ շատ քիչ գերմաներեն, բայց թարգմանություններն անում եմ միայն հայերենից ռուսերեն եւ ռուսերենից հայերեն։ Այս պահի դրությամբ արդեն 3 տարի է թարգմանություններ եմ անում արաբի բժշկական համալիրի կայքի համար, ամբողջ ավանդակությունը հայերենից թարգմանում ենք ռուսերեն։ Աշխատելիս այս դիրքն է հարմար, ձեռքը ծնոտի տակ։ Չեմ օգտվում ստեղնաշարից, քանի որ ինձ ենթարկվում է միայն այդ ձեռքս։ Ես պայծրությամբ էկրանի վրա ունեմ էկրանի ստեղնաշար ու բոլոր հրահանգները դրանով եմ տալիս։ Սիրում է ճամփորդել, բայց դրա համար մայրիկն էլ պետք է սիրի։ Ամեն ինչ հարմարեցված պետք է լինի իրեն, ինքնաթիռում, հյուրանոցում, անգամ եղանակը նախընտրած քաղաքում։ Անուշն իր ճամփորդելու ցանկությունն իրականացնելու տարբերակ է գտել։ Ընկերներին խնդրել է բացիկ բերել բոլոր այն քաղաքներից, որտեղ լինում են։ Իմ այն բոլոր ընկերները գիտեն, որ եթե գնում են նոր քաղաք, ինչպես իրենց համար են բացիկ գնում, այդպես էլ ինձ համար են բացիկ բերում, ու ես հավաքում եմ այդ բացիկները որպես իմ հավաքածու, իմ ընկերների հուշերից ու խնդրում եմ, իհարկե ոչ բոլորին այդ պահին կարողանում, բայց խնդրում եմ, որ բացիկի դարձերեսին նշում անեն, թե այդ պահին ինչ են զգացել ու ինչ տպավորություններ են ունեցել այդ քաղաքից, որպեսզի ինչ-որ չափով ինձ էլ փոխանցվի այդ մթնոլորտը, որ այնտեղ դիրել եմ։ Անուշը հազվագյուտ հանդիպող հիվանդության հետ ապրելով հնարամիտ է դարձել։ Սա նկատելի էր դեռ մանկուց։ Բաքում տարբերակներ էին գտել անվասայլակով գործնագործ կամ պահմտոցի խաղալու համար։ Իսկ աշխարհը նրանց ապրելու եւ կենսակերպն ավելի լավ դարձնելու տարբերակ է գտել, առաջարկել։ Դեղամիջոցը կա, բուժումը եւս։ Բուժումը սկսելուց հետո մոտակայք 10 օր անց նկատեցինք, որ որոշ չափով վերականգնվել է ձեռքերիս շարժունակությունը, ուժը վերադարձել է ձեռքերիս։ Մի քանի օր անց նաև նկատեցի, որ բարելավել է շնչառությունը, խոսքս ավելի պարզ է դարձել, սրտի զարկերը պակասել են, քանի որ դժվար շնչառության պատճառով սիրտը մշտապես ծանրաբեռնված է եղել ու բուժումը սկսելուց հետո, այսպես ասած, բեռնաթափվել է եւ ավելի հանգիստ է աշխատում, ինչպես նաև, որ նաև ոչ պակաս կարևոր է, հոգեբանորեն շատ ավելի հաճելի է։ Սպինալ մկանային ատրոֆիա ախտանիշով քաղաքացիների թիվը մեծ չէ Հայաստանում, մոտ 2 տասնյակ։
Դեղի 1 սրվակի արժեքը հարևան Վրաստանում $8,000 է։ Քաշի եւ տարիքի համեմատ ամսական մոտ 3 սրվակ է անհրաժեշտ։ Վրաստանում ախտանիշով ապրողները բուժում են ստանում պետպատվերով, Հայաստանում ոչ։ Անուշը բարեգործների շնորհիվ է դեղ հայթայթում։ Մտածում, երբ դեղի պաշարն ավարտվի, ինչպես ու երբ կհամալրվի։ Ասում է բազմաթիվ նամակներ է գրել առողջապահության նախարարությանը։ Նամակ ուղարկեցի, նշեցի խնդիրը ու հարցում արեցի արդյոք որևէ կերպ կարող են օգնել դեղապահովման հարցով, պատասխան ստացա, որ դեղը գրանցված չէ Հայաստանում եւ չի տրամադրվում պետական աջակցությամբ, բայց ես չընդունեցի դա որպես վերջնաբան ու որոշեցի, որ դա սկիզբ է աշխատանքի համագործակցության, որի արդյունքում այդ նամակը մի օր այլևս անպետք կլինի, որովհետև դեղը կլինի գրանցված Հայաստանում եւ կտրամադրվի պետական աջակցությամբ, որովհետև դա է աշխարհի փորձը։ Անուշն ու այս հիվանդության հետ ապրողները հնարավորություն ունեն ավելի երկար ու կենսունակ ապրել։ Կառավարության ու առողջապահության նախարարության ձեռքում է այդ հնարավորությունը, որը դեռ չեն տալիս։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։